Այսօր մենք խոսենք սկսնակների կատարած սխալներից։ Բարև բոլորին, դուք Phoenix Trading ալիքում եք, ձեր հետ է Պավլե Մկրտչյանը, ով ձեզ սովորեցնում է trading լրիվ անվճար։ Եկեք այսօր խոսենք մեր սկսնակների հաճախ կատարած սխալներից։ Ամենամեծ սխալը, որը որ մեր սկսնակները կատարում են, դա կասկածն է։ Ես հասկանում եմ, որ սա ռիսկային մասնագիտություն է, բայց դուք, եթե ի սկզբանե չեք հավատում, որ այս ուղին ձեզ կբերի հաջողության, միանշանակ դուք ընդհանրապես շանսեր չունեք։ Եթե ես ասում եմ եղեք ինքնավստահ, դա չի նշանակում, որ դուք պետք է կատարեք հիմարություններ, այսինքն, չգիտեմ, վարկով կամ պարտքով գումարներ վերցնեք եւ մի խոսքով չպետք է ձեր տունը վաճառեք եւ կատարեք trade։ Ինքնավստահությունը դա հիմարություն չէ։ Այսինքն դուք պետք է ունենաք պլան, որը որ դուք պետք է սառը գլխով այդ պլանը մշակեք եւ դրանից հետո դուք պետք է ինքնավստահ կատարեք trade։ Եվ եկեք, որպեսզի չծանձրանանք, հիմա ես մի $5 կկատարեմ վաճառք։ Այսինքն դուք պետք է լինեք ինքնավստահ արդեն իսկ մշակված պլանի մեջ։ Օրինակի համար ես մշակել եմ պլան, ամսեկան ներդնեմ trading մասնագիտության մեջ X գումար։ Եվ այդ X գումարից ավել չպետք է ես ներդնեմ եւ այդ X գումարից պակաս չպետք է ներդնեմ։ Եվ ինչպես պետք է կատարեմ ես trade-ը այդ X գումարով։ Այսինչ ժամերին, այսքան օրեկան, այսինքն դուք պետք է ի սկզբանե ունենաք պլան։ Ձեր կանոնները, որի համաձայն դուք կկատարեք trade։ Հիմա ինքնավստահության վերաբերյալ։ Դուք պետք է քաջ գիտակցեք, որ եթե դուք չհավատացիք ձեր ուժերին, դուք միանշանակ այստեղ շանսեր չունեք 1%-ում հայտնվելու։ Օրինակ ես ահա որ ծեվի հավատում եմ ինձ։ Դուք արդեն իսկ զգացած կլինեք, նույնիսկ կար մի կոմենտ շատ հին վիդեոյի տակ, մեկը գրել էր վիդեոյի մեծ մասը ձեզ է կովում, կարելի է մի քիչ համեստ լինել։ Իհարկե ես միայն ուրախացա այդ կոմենտից, շատ ծիծաղելի էր իմ համար, բայց այնուամենայնիվ այդ ինքնավստահությունն է ստեղծել այն մարդուն, որը որ ես կամ, եւ գիտեք որն է իրական ճշմարտությունը, որ այն մարդիկ, ովքեր որ ինձ ասում են կարելի է մի քիչ համեստ լինել կամ եղիր մի քիչ համեստ, ես երբեք չեմ ուզում նրանց նման լինել։ Եթե ես իմ ինքնավստահությունից մի տոկոս էլ իջացնեմ, շատ բան կփոխվի իմ կյանքում։ Համեստ կարող եք լինել անձնական կյանքում, բայց գործի մեջ եթե դուք եղաք համեստ, միանշանակ այն ոչ համեստ մարդը ձեզ կհաղթի։ Ձեր կոնկուրենտը եթե եղավ ոչ համեստ ու դուք եղաք համեստ, դուք արդեն իսկ պարտված եք, վերջ։ Հա, անձնական կյանքում կարող եք լինել համեստ։ Ընտանիքում, ընկերների շրջապատում կարող եք լինել համեստ։ Զիջող, բայց բիզնեսի մեջ չպետք է լինեք այդպիսի։ Քանի որ ոչ համեստը կգա եւ կանի այն բանը, ինչը որ դուք չեք կարողանա անի։ Բիզնեսը դա պատերազմ է։ Ես օրինակ ոչ միայն trading-ով եմ զբաղվում, ես զբաղվում եմ նաեւ ուրիշ գործերով։ Եվ հələ եկեք լավ trading-ով նայենք, օրինակ հիմա ես այստեղից կատարել եմ վաճառք, ես վաճառողների կողմից եմ։ Իսկ դուք օրինակ հենց այս կետից կատարել եք գնում։ Հիմա ով կհաղթի մեզանից։ Այս բանին եթե մենք ներքևում լինենք եւ մենք փակվենք պլյուս, իհարկե մեկ ուրիշը կորցրեց, օրինակ դուք կորցրեցիք, եթե կատարել էիք գնում։ Մեր այս շուկան նույնպես պատերազմ է։ Եթե կա մի պատերազմ, որը որ մենք կարող ենք տեսնել հենց այս պահին գրաֆիկի միջոցով, ապա դա trading-ն է։ Եվ նայեք, trading-ում ես մտել եմ վաճառք, դուք կատարել եք գնում։ Ինչ, մտածում եք, որ ես պետք է այստեղ ձեզ խղճամ, հա, ասեմ ինձ մինուս փակեք, օրինակ այս X մարդուն պլյուս փակեք, չէ, չկա նման բան։ Հենց trading-ի լավը այնա, որ մենք չենք էլ տեսնում մեր կոնկուրենտներին։
Մենք կատարում ենք վաճառք, մեկը կատարում է գնում, վաճառողները հաղթում են գնորդներին։ Իսկ հաջորդ օրը օրինակ դուք կարող եք հաղթեք ինձ եւ ես Դագոնով օրինակի համար աշխատեմ գումար։ Բայց մինչ ես կկատարեմ Դագոն, դուք արդեն պլյուսը վերցրել եք եւ հեռացել եք այս ակտիվից։ Հասկացեք, որ ամեն տեղ, երբ որ դուք ինչ-որ գումար եք շահում, ինչ-որ մեկը կորցնում է, այս գումարը, որ ես հիմա, նայեք, օրինակ վերցնում եմ, այս հո միայն բրոկերի գրպանից չի գալիս, այս pocket option-ի, կամ հո բիրժաներից չի գալիս։ Չէ, գալիս է նաև այն մարդկանցից, ովքեր որ pocket-ում հիմա կորցնում են այս պահին։ Եկեք հիմա մեկ ուրիշ ակտիվ կատարենք։ $5 գնում։ Նայեք, այստեղ օրինակ ես կատարեցի գնում եւ ինչ որ մեկը եթե կատարել էր վաճառք, մենք ոչ իրար տեսնում ենք, ասենք չգիտեմ, աշխարհի մի ուրիշ անկյունում եւ մեզանից ինչ որ մեկը կվերցնի այս որսը։ Ու այսինքն գումարը։ Հիմա թե որքան մենք կաշխատենք, օրինակ ես դրել եմ այս բանին $5, ես քիչ կաշխատեմ։ Օրինակ X մարդը աշխարհի մյուս ծայրում որ դրել է, ասենք $1000, ինքը կշահի շատ։ Բայց այնուամենայնիվ մենք հիմա պայքարում ենք։ Ես պայքարում եմ այս $5 համար, այդ X մարդը պայքարում է իր $1000 համար։ Եվ աշխարհում նույնպես այդպես է։ Եթե դու բացել ես բիզնես եւ քո բիզնեսը առաջ է գնում, ապա ինչ որ մեկը օգտվում է քո բիզնեսից։ Շորի խանութ ես բացել, քո շորերը լավն են, ինչ որ մեկը գալիս է քեզ վճարում է, որպեսզի այդ շորը վերցնի եւ օգտագործի։ Այսինքն հենց այս կյանքը ստեղծված է նրանով, որ դուք չպետք է, չգիտեմ, լինեք էմոցիոնալ եւ հույզերով լի մարդ։ Դուք պետք է ձեր էմոցիաները լրիվ կողքի տնեք։ Քանի որ այս տրեյդինգը ոչ էմոցիոնալ մարդկանց համար է։ Այսինքն ես ի սկզբանե սկսեցի ինքնավստահությունից եւ եկա հասա հենց այն կետին, որը որ ես ի սկզբանե ուզում էի ցես հասցնել։ Այստեղ դուք չպետք է ունենաք էմոցիաներ։ Եթե նույնիսկ հիմա ես գնամ մինուս, ես չպետք է դարդանեմ։ Լաց լինեմ։ Վայ, ես կորցրեցի իմ $5։ Չէ։ Risk եւ money management պահեք եւ ինքնավստահ գնացեք առաջ։ Հա, եթե դուք ազարթի մարդ եք, միանշանակ ինքնավստահությունը ձեզ կկործանի։ Բայց եթե դուք խելացի տրեյդեր եք, եթե դուք գիտակցում եք, որ կա risk money management օրենք, կա չափ, որը որ չպետք է դուք անցնեք, պահեք, օրինակ ես այս վերջերս մի քիչ իմ կարգապահությունը կորցրել եմ կյանքում, տրեյդինգի մասին չէ խոսքը, ես որ միշտ ռացիոնով էի սնվում, այսինքն ես պարապում եմ, սիրողական տրինաժորում, ես թե բնականաբար օգտագործում էի միայն հիմնականում սպիտակուցներ, ժիրերը եւ ածխաչերերը ես չափի մեջ էի օգտագործում, այսինքն որ չչաղանամ։ 150 գրամ սպիտակուց էի ես օգտագործում օրեկան իմ քաշի համար, դա լավ է, ես 60 կիլո էի այդ ժամանակ, հիմա 65 եմ հասել ու ոչ մկանայինով եմ հասել, դրա համար ես ինքս ինձ պետք է կարգի հրավիրեմ, սկսեմ կրկին կանոնավոր սնվել եւ վերականգնեմ իմ ֆորմեն։ Հա, սենց կողքից որ նայում են, չեն զգում, որ ես օրինակ մի քիչ լցվել եմ։ Փոր չունեմ, բայց էլ իմ պրեսը չի երևում։ Եվ դա իմ համար շատ ցավալի թեմա է։ Ամեն առավոտ որ լողանում եմ, մազերս ֆենում եմ, ես տեսնում եմ, որ իմ ֆորմեն էլ այն չի։ Եվ դուք նույնպես երբ որ տեսնում եք, որ ձեր մոտ օրինակ ինչ-որ բան չի ստացվում, միանշանակ պետք է սկսեք պայքարել։ Պետք է պայքարեք դրա համար։ Ես չեմ ասում անեք այնպես բան, ինչը որ դեմ է, չգիտեմ, օրենքին կամ աստվածաշնչյան կանոններին, չէ, դրա մասին չէ խոսքը։ Բայց այն ինչ որ դուք անում եք, այն ինչը որ դուք համարում եք, որ ճիշտ է ու պիտի անեք, դուք չպետք է կասկածեք կամ ինչ-որ մեկին խղճակ։ Հա, դուք կարող եք անեք բացառություններ, օրինակ ունեք շորի խանութ, ինչ-որ մեկը մի աղքատ երեխա եկել է, հա, ժամանակ առ ժամանակ դուք կարող եք օգնել։
Բայց եթե դուք ամեն երկրորդին օգնեք, նույն իրավիճակում ամեն երկրորդ մարդուն անվճար տրամադրեք ձեր շորը, դուք միանշանակ կփակեք ձեր խանութը։ Չեք կարողանա աշխատացնել։ Այսինքն կարելի է հետևություն անել, որ դուք պետք է լինեք ոչ էմոցիոնալ եւ ավելի շատ հաշվարկային բիզնեսի մեջ, գործի մեջ, անձնական կյանքում լրիվ ուրիշ է։ Ես օրինակ անձնական կյանքում լրիվ ուրիշ ձև եմ, իսկ գործնականում լրիվ ուրիշ ձև եմ։ Թե գործնական կյանքում մենք մեր ուղեղը նենց է ծրագրավորած, որ մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր գործը առաջ գնա, մենք աշխատենք գումար, իսկ անձնականում հակառակն է։ Մեր ուղեղը նենց է ծրագրավորած, որ ինչ անենք, որ մենք ավելի շատ օրինակի համար ծախսենք, քան մեր ընտանիքը, քան մեր ընկերները։ Այսինքն լրիվ նույն բանը ուղղակի հակառակը։ Դրա համար ես ձեզ նոր սկսնակներ չան, խորհուրդ կտամ եղեք ինքնավստահ, բայց խելացի ինքնավստահ։ Ինքնավստահ չի նշանակում, որ պետք է սենց ամեն մի ակտիվ դուք կատարեք trade։ Չէ, դուք պետք է մանկաք, փնտրեք եւ գտնեք մի լավ ակտիվ, որը որ կհամապատասխանի ձեր գիտելիքներին։ Եվ հետո նոր կատարեք trade։ Հիմա եկեք ես ձեզ ցուցադրեմ մեր ծրագրերը, որոնք որ ձեզ կօգնեն, որպեսզի դուք փոքր քայլերով մենք աշխատեցինք գումար, բայց փոքր քայլերով, բայց արդեն իսկ սկսեք աշխատել գումար թրեյդինգում։ Սրանք մեր տելեգրամյան ալիքներն են։ Նայեք, մենք ունենք տելեգրամյան բաց ալիք, մենք ունենք տելեգրամյան փակ ալիք եւ մեր այս երկու ծրագրերը օգնական։ Այս VIP ալիքը դուք միանգամից չեք կարող այս հղումների մեջ գտնել, նայեք։ Այստեղ կան բոլոր հղումները, բացի այս VIP ալիքից եւ երկու օգնական ծրագրերից, բայց հիմա կիմանաք ինչպես կարելի է ձեռք բերել այդ հղումները։ Մենք ունենք մեր դիտորդների արդյունքների ալիք։ Եկեք տեսնենք հլը։ Որտեղ որ մեր դիտորդները ամեն օր կիսվում են իրենց կատարած գործարքներով, իրենց հանած գումարներով, մի խոսքով արդյունքներով։ Եվ այսքանը ես չեմ կարող ձեզ ցուցադրել։ Եթե ձեզ հետաքրքրվում է, կարող եք գտնել, հետևել, չգիտեմ, լայքել, կիսվել ձեր արդյունքով նույնպես։ Ինչպես կարելի է կիսվել, նայեք, այսա մեր լույսը ինչպես միշտ սիրում է մեզ խանգարել, այս հրա վրա սեղմելով դուք կարող եք ձեր արդյունքը ուղարկել այս մեր արդյունքների ալիք։ Այս բոտն է, ասեմ իմանաք, սեղմելով սա, տեղափոխվում եք այս բոտի մեջ եւ կարող եք ուղարկել ձեր սկրինը եւ թողնել մեկնաբանություն։ Հիմա մենք ունենք Phoenix Trading օգնություն ստեղծված հենց մեր սկսնակների համար, ինչպես համալրել, ինչպես կանխիկացնել թե սկրինային, թե տեքստային տարբերակով։ Եվ հիմա օգնական ծրագրեր, նայեք, ծրագիր 1, ծրագիր 2, կարող եք օգտագործել։ Եվ հիմա ինչպես միանալ մեր փակ ալիքին, որտեղ որ դուք ձեռք կբերեք այս երկու օգնական ծրագրերը։ Ահա, նայեք, գրանցվեք Pocket Option կայքում մեր լինկով, մեր հղումով։ Լինքը թե այստեղ է, թե բաց ալիքում է, թե վիդեոյի ներքևում է եւ թե մեր մոդերատորներին գրելուց նայեք։ Սա մեր մոդերատորների Telegram account-ն է։ Տեխնիկական խնդիրների դեպքում կարող եք գրել, բայց չմտնեք եւ չհարցնեք օրինակ վաղվա եղանակը։ Կան այդպիսի դիտորդներ։ Հիմա նայեք, կատարեք $20 դեպոզիտ ձեր նոր հաշվին։ Այսինքն ձեր բալանսին պետք է լինի $20, որպեսզի ես ձեզ ընդունեմ մեր փակ ալիք։ Այսինքն ես հավաքում եմ ակտիվ թրեյդերների, քանի որ մեր ծրագիրը ունի սահման, այդ սահմանը հենց լրացավ, ես կփակեմ այս փակ ալիքը եւ էլ ոչ մեկ չի կարողանա ավելանա մեր փակ ալիքում։ Եվ ես հավաքում եմ ակտիվ թրեյդերների, ովքեր որ հենց ուզում են արդեն իսկ աշխատել թրեյդինգով։ Այս երկու պայմանները կատարելուց հետո ձեր UID-ը, ձեր ID-ին Pocket-ի դուք պետք է այսպես թվերի միջոցով ուղարկեք այս բոտին եւ մեր admin-ը կստուգի, եթե կատարել եք այս երկու պայմանները, ապա անպայման ձեզ կտրամադրի հղումը մեր փակ Telegram-յան ալիք եւ կարող եք այս երկու օգնական ծրագրերը օգտագործել։ Ես շնորհակալ եմ իմ բոլոր ակտիվ դիտորդներից։ Եթե չլինեիք դուք, չէր լինի նաեւ այս ալիքը։ Ցանկանում եմ ձեզ լավ օր եւ հաջողություն։